լինի 14:00 եւ Ռուբեն Ռուբինյանի պատկերը չենք տեսնում այստեղ էլի մոտակայքում ինքը պետք է գար ձեզ դիմավորել որպեսզի ուղեկցեն իր մոտ կամ իր օգնականը ճիշտ է չէ իր պատկերը չպիտի գար ինքը պետք է գար եւ ինքը երբ որ գա ընդունարան այստեղ հատուկ սենյակ կա ընդունելության համար ազգային ժողովի քաղաքացիների ընդունելության նամակների բաժնի պետը քաղաքացիներին ովքեր գրանցված են հերթով հրավիրում է պարոն Ռուբինյանի մոտ ընդունելության Առաջինը չկայանալուց հետո ես հաղորդում եմ տվել դատախազություն հանցագործության մասին իմ նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար եւ կարծում եմ որ դա իմանալուց հետո պարոն Ռուբինյանը կրկնահանցագործություն չի կատարի Պարոն Ղազարյան Իսկ ինչ են ասել դատախազությունը կանալը Դատախազությունը իմ գրությունները փոխանցել է Երևան քաղաքի դատախազություն Երևան քաղաքի դատախազությունը փոխանցել է Քանաքեռ Զեյթունի դատախազություն ինձ մի անգամ այդ գործով հրավիրել են նաեւ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ընդեղ եմ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին պարզաբանումներ եմ տվել իսկ գործը ընթացքի մեջ է դեռևս վարույթ կայացնելու վերաբերյալ որոշում չի կայացվել բայց ես կարծում եմ որ այդ ուշացնելը այս հետևանքն առաջացել այսինքն եթե իրավապահ մարմինները մի քիչ ավելի ակտիվ գործեն եւ այս նստաշրջանի այս նիստերի ընթացքում արդեն գլխավոր դատախազը միջնորդությամբ հանդես գար պարոն Ռուբինյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ մեղադրանք առաջադրելու որտեղ դրանք պատգամավորներ են եւ բոլոր դեպքերում դատախազի միջնորդությունը ուղղակի սահմանադրական պահանջ է որպեսզի նրանք այդ գործում որպես մեղադրել Ինչն է պատճառը որ ձեզ մերժում են sense հետևողականորեն պարոն Պատճառները ինձ ներկայացրել է միայն ազգային ժողովի աշխատակիցը երևի Միայն ձեզ Այսինքն մյուս քաղաքացիներին պատասխան իսկ բացատրություններ տվել Գրավոր հարցում ներկայացրեք խտրական վերաբերմունք Գրավոր հարցում ներկայացրեք դες պատասխանում եք ոչ ես քաղաքացիների ընդունելության բաժնի պետն եմ Աստորեն կրկնահանցագործի բառն Տեղի ունեցավ կրկնահանցագործության փաստ պարոն Ռուբինյանը երկրորդ անգամ անձնապես իմ դեմ իրականացնում է խտրական վերաբերմունք պայմանավորված իմ քաղաքական հայացքներով եւ չգիտեմ ինչի վախենում է Ինչ գիտեք քաղաքական հայացքներով Ես կարծում եմ ինքը տեղյակ է իմ քաղաքական հայացքներին ինքը տարբեր հարցազրույցներում ինձնից մեջբերումներ արել ինձ անդրադարձել այսինքն նա ինձ ծանոթ է բացի այդ ես ազգային ժողովում կարգավիճակ եմ ունեցել եղել եմ մարդու իրավունքների պաշտպանի տեխնացու Բացի այդ, երբ որ ես դեսպանի պաշտոնում դեռ պաշտոնավարում էի, Ռուբինյանը նաև եղել արտաքին գործերի փոխնախարար, կարծում եմ նա ինձ անձնապես ճանաչում է եւ իմ այդ վերաբերմունքը պայմանավորված է դիմելու ըստ էության պատիվ ունենք խմբակցությունը փոխնացի առաջադրել բայց Հայաստան դաշինքը ակտիվ որոշում ունի այսօր հայտնեցին որ պետք է խմբակցության նիստի նոր որոշում կայացնել երկու անգամ պատգամավորներին արդեն իսկ դեմ են արտահայտվել հետևաբար այս գործընթացը ուր կարող է տանել Ակնհայտ է որ այս գործընթացը օրորի նոր թափ է հավաքում եւ այն նախնական կանխատեսումները որոնք ներկայացնում էին այդ թվում եւ падգամավորները որ դա լուրջ չի որ դա հաջողություն չի ունենալու որ դա ոչինչի չի բերելու իրականությունը ցույց է տալի որ ամեն ինչը ճիշտ հակառակն է այս պահին մենք փաստացի ունենք երկու անվստահության գործընթաց միաժամանակ պաշտոնապես մեկնարկած մեկի հեղինակները երկու падգամավորներ են մյուսի հեղինակները 6 падգամավորներ են Իսկ ինչ վերաբերում է Հայաստան խմբակցության падգամավորների դիրքորոշմանը, ես կարծում եմ, որ այն ինչ որ ներկայացրեցիք, դա հավանաբար այսօր պարոն Արթուր Խաչատրյանի ճեպազրույցներ, ես մի քիչ տարօրինակ եմ համարում այդ մոտեցումը, որովհետև այս հարցի վերաբերյալ խմբակցությունների դիրքորոշումը կարևոր չի, կարևոր է խմբակցությունում ընդգրկված падգամավորների առանձին վերցրած դիրքորոշումը եւ падգամավորները կարող են ունենալ նաեւ խմբակցությունից տարբերվող կարծիքներ Եվ ես հույս ունեմ, որ բոլոր խմբակցություններից, այդ թվում եւ Հայաստան խմբակցության падգամավորները չեն ուշացնի եւ կմիանան այս նախաձեռնությանը, որովհետեւ դժվար է պատկերացնել բացատրություններ, թե ինչի պիտի չմիանան վարչապետին անվստահություն հայտնելու։ No, ես բան չունեմ ասելու, կարող են նաև падգամավորները պատվիրակել իրենց որոշման կայացումը, որոշեն խմբով որոշումը կայացնել, եթե անհատապես դժվարություններ ունեն քաղաքական դիրքորոշում արտահայտելու, ամեն դեպքում կսպասենք։ Մեզ հայտնի է միջևը Հայաստան խմբակցության մինչև հիմիկվա ունեցած հայտարարությունը մայիսի 2-ի, որով իրենք ըստ էության, ես այդպես եմ հասկացել, սեփական նախաձեռնություն այս պահեդրությամբ չեն պատրաստում ցուցաբերել, բայց պատրաստ են միանալ այլ նախաձեռնությունների, որոնք որ
իրենց համար ընդունելի կլինեն։ Իրանք իհարկե պայմաններ էին դրել, որ 8 падգամավոր պետք է ի սկզբանե միացրած լինի դրան, որ նոր իրենք 28 падգամավորով միանան։ Դա ես լսել եմ այդ ձևակերպումները կա, բայց դա բացի դրանից անդրադառնական է նաև։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը այն 8-ից այն երկու падգամավոր։ Իրենք ասել են, որ 8-ից, այն ենթադրյալ 8-ից, որ 6-ը պատիվ ունեմիցան։ Բայց չի ով ասում, որ պետք է իսկ ամեն խմբակցությունից միան։ Հիմա քաղաքացիական պայմանագրից էլ միանա, էլի։ Ոնց որ այդքան շատ տոգորված չեն այս գաղափարով։ Ասում ա տենց ուվերենի միաս։ Դե տենց ուվերենի ասում եմ։ Պարոն Ղազարյան, ամեն դեպքում ուվերենի կարող եմ ասել նաև, որ այսօր իմ ականջով լսածը, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանալու ՀՀԿ-ի առաջադրած տեխնազույն Դավիթ Համբարձումյանը։ Հիմա ստացվում է, որ հերթական անգամ տապալվեց այս Չէ, իհարկե չէ։ Բայց ով ասում, որ հենց պիտի Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ ԿՊԻ-ով օրինակ հենա Ռուբեն Ռուբինյանը կմիանա։ Օրինակ ձեր պատկերացմամբ կարող է ձեր կարծիքով Ռուբինյանը ինչի է հրաժարվում այս հանդիպումներից, որովհետև լսելի է փաստեր, չէ, որոնք մամուլի ներկայացամուղի եթերում այդ փաստերը լսելուց հետո ինքը պետքա դրա վերաբերյալ վերաբերմունք արտահայտի, չէ։ 7 տարի այդ փաստերը հնչեցնում են։ Ով է հնչեցնում, բայց առաջին պատգամավորները, բայց նախաձեռնություն առաջին անգամա, չէ։ Հիմա կա վարչապետի թե շատ կոնկրետ է արդեն, էլ վերացական չի, էլի, դες քննադատություն։ Ռուբինյանը Փաշինյանի թիմից ասում է, չեմ ուզում Փաշինյանը գնա, ինքը շատ լավն է, հրաշալի անձնավորություն է, լավ վարչապետ է, թող մնա աշխատի։ Չէ, մի րոպե, տրամաբանություն չէ գոյություն։ Հիմա ասենք թե իրանք իրար նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն, այդ կարող է մեզ քիչ է հետաքրքրում։ Հիմա Ռուբինյանը падգամավոր է դարձել ոչ թե աստվածային կամքով, այլ Հայաստանի քաղաքացիների քվեարկության արդյունքում։ Հայաստանի քաղաքացիները քվեարկել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին ու ինքը դարձել է падգամավոր։ Հիմա կառավարություն ունի ծրագիր, որը հիմնված է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի վրա, եւ Ռուբինյանը որպես падգամավոր պարտավոր է վերահսկի կառավարությանը, որպեսզի այդ ծրագիրը կատարվի։ Հիմա եթե Ռուբինյանը իր պաշտոնական պարտականությունները չի կատարում, չի նշանակում, որ մենք բոլորս պետք է դրա նկատմամբ համերաշխ կդնենք եւ ինչ թիմ։ Բայց թիմը պարտավորություն ունի դա անել։